searched the world till my head hurt just to find out your ways better. Oh, oh, your ways better. Oh, oh, your ways better. Oh, Lord, your ways better. Jesus, your ways better. Բարև ձեզ Կարեն Հովիվ, մի հարց ունենք ձեզ, ըստ ձեզ որն է ամենակարևորը եկեղեցական միաբանության մեջ։ Բարև ձեզ։ Եկեղեցական միաբանությունը ստեղծված է Աստծո խոսքի շուրջ, իսկ Աստծո խոսքից միաբանության ամենամեծ կարիքը եւ անհրաժեշտությունը դա սերն է, որտեղ Սուրբ Գիրքն ասում է կատարելության օղակը, կապը սերն է։ Ես կարծում եմ, որ դա սերն է։ Շնորհակալ ենք շատ ձեզ, լավ օր։ Միտք կամ մի խոսք, որը խորը դիպել է ձեր սրտին։ Այն խոսքը, որ ասես, որ դուք էլ հիմա գնացեք ու ոնց որ Աստծո խոսքը ընդունում եք, այդպես տարածեք։ Իրոք շատերը կան մեր կողքին, որ չեն լսում ու չեն էլ կարում հասկանան, որ Տիրոջ խոսքը ինչքան զորավոր կենդանի է, որ կարա սրտեր ու կյանքեր փոխի։ Շնորհակալ եմ շատ, վստահ եմ դուք կհաջողվեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այ օրինակ ինչ կարծիքի եք նման համաժողովները կամ միջոցառումները ինչ ազդեցություն են ունենում եկեղեցու երիտասարդների վրա։ Նման միջոցառումները շատ կարևոր են երիտասարդության համար, Աստծո մեջ գնալու, խորանալու, շատ բաներ իմանալու, ինքս մեր մասին, անընդհատ կառուցելու մեր շփումը մեր Տեր Աստծո հետ, գնալու առաջ այն ամենի մեջ, ինչ որ Աստված ունի մեզ համար, կանգուն չմնալու, որպեսզի առաջնորդվենք Աստծոց եւ միշտ շարժման մեջ լինենք Տիրոջ գործի համար։ Շնորհակալ եմ ձեզանից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի հարց եմ ուզում տալ։ Կարծում եք այսպիսի համաժողովները ինչ որ փոփոխություն բերում են հավատացյալ մարդկանց կյանքում։ Եթե այո, ապա ինչպես։ Իհարկե բերում են, մարդիկ նոր թարմությամբ են ոնց որ լսվում, նոր փորձառություն, մարդկանց Աստծո խոսքի նկատմամբ նոր մոտեցումներ, իրար հետ շփում, մոտիվացիա են ձեռք բերում հավատքի մեջ ավելի խորանալու, ավելի զորանալու, ավելի բարձրանալու ու ամենակարևորը որ Աստծո այդ հզոր խոսնակներին են լսում, որոնց ուղերձը շատ հզոր է, օծված է։ Շնորհակալ եմ Աստծուն, թող հաճախակի լինի նմանատիպ համաժողովներ։ Շնորհակալ եմ ձեզանից։ Հայկ ախպեր, բարև ձեզ։ Ձեզ։ Մի հարց, ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին ավելի հաստատական մնալու եւ Աստծո հետ կողք կողքի գնալու, քայլելու վերաբերյալ։ Շատ կարևոր հարց է։ Այո, Աստծո հետ լինելու համար պետք է Աստված ճանաչողության մեջ ավելի աճենք, որտեղ ինչքան որ Աստծուն ճանաչում ես, այնքան ավելի ուզում ես հավատարիմ լինել, հավատարիմ Աստծուն։ Այո, թող այսօր երիտասարդները ցանկանում եմ ի սրտե, որպեսզի ավելի ու ավելի ճանաչեն Փրկին Տեր Հիսուսին ու լինեն հավատարիմ ու կտեսնեն Տիրոջ փառքը, ոնց որ Աստծո խոսքում է ասում, թող երիտասարդները ավելի պինդ լինեն, ավելի Տիրոջ մեջ աճեն, մենք էլ տեսնենք ու վայելենք երիտասարդների հաղթանակը։ Շնորհակալ եմ ձեզանից։ Բարև ձեզ, մի հարց ունեմ ձեզ։ Ինչ է նշանակում ձեզ համար եկեղեցական միասնությունը։ Եկեղեցական միասնությունը ինձ համար նա է, որ մենք զգում ենք Սուրբ Հոգու ներկայությունը, մենք զգացել ենք իր քաղցրությունը, բժշկությունը, որ ոչ ոք դա չէր տա, մխիթարությունը, ուրախությունը, ամենը տալիս է Սուրբ Հոգին, որ մեր մեջ է։ Ու շատ այո, ժամանակ գալիս է փորձություններ, բայց մենք հաղթահարում ենք Սուրբ Հոգու միջոցով։ Ես զգացել եմ իր գործելը իմ կյանքում, բժշկությունները շատ ու շատ, ու դեռ գործում է, ու դեռ միջամտում է, Աստծո փառքը ամենուր եկա։ Դրա համար ես միաբանության մեջ ավելի ու ավելիով տեսնում ենք իր հրաշքները, իր գործերը, փառք Աստծուն ամենի համար, որ մեզ կանչել է ու ընտրել է։ Ես շատ շնորհակալ եմ ամեն մի քարոզի, ամեն հովիվների, աղոթքների, ամենի համար շնորհակալ եմ Աստծուց, յուրաքանչյուրիդ համար։ Շնորհակալ ենք ձեզ շատ, շնորհակալ ենք շատ։ Աննա քույր, մի հարց ունեմ ձեզ։ Այ օրինակ ինչ եք կարծում, ինչքանով են կարևոր այս տեսակ ժողովները եկեղեցու միաբանության եւ միասնության համար։
Կարծում եմ շատ կարևոր են, հենց միաբանության համար, որպեսզի ժողովուրդը մեկը մեկին ճանաչեն, մեկը մեկի հետ շփվեն, ավելի ջերմ լինի, ավելի մտերմիկ լինի, մեկը մեկի հոգսերին հաղորդակից լինեն, հասկանան, ճանաչեն, շատ կարևոր է։ Ես կարծում եմ շատ կարևոր է եւ սա հենց եկեղեցու իմաստներից մեկն է, միաբանությունը որպես ընտանիք, որպես մեկ ընտանիք, մեկ հոր զավակներ, մենք միշտ միասին լինենք, իրար հետ հաղորդակից լինենք։ Շնորհակալ եմ շատ։ Մելինե, մի հարց ունեմ ձեզ։ Ինչն է այս կոնֆերանսի հիմնական ուղերձը ըստ քեզ։ Ըստ ինձ ամենակարևորը վերցնենք այն խոսքը, որը Տերն է մեզ փոխանցում, Աստծո խոսքը ինձ համար իրականում։ Շնորհակալություն։ Լուկաս եղբայր, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի հարց, ինչ հիմնական ուղերձ կամ պատգամ կա ձեր սրտում այս օրերի վերաբերյալ եկեղեցու համար։ Եկեղեցին պետք է զգայուն լինի Սուրբ Հոգու նկատմամբ, ինչու, որովհետև Սուրբ Հոգին խոսում է շատ հստակ, շատ կոնկրետ, եւ եկեղեցին անելիք ունի, նամանավանդ այս վերջին օրերում, ավետարանը քարոզել եւ մարդկանց փրկության ճանապարհը ցույց տալ, եւ արձագանքել մարդկանց կարիքներին, որովհետև այս օրերի մեջ մարդիկ տարբեր իրավիճակների, ցավերի ու տառապանքի մեջ են, եւ եկեղեցին պետքա դեպ լինի, տեսնի կարիքը եւ արձագանքի։ Շնորհակալ եմ ձեզանից, Հովիվ ջան։ Կարնիկ եղբայր, մի հարց ունենք ձեզ։ Ինչ սովորեցիք այսօրվա խոսքից եւ որ հատվածն էր, որ առավել շատ տպավորվեց ձեր մեջ։ Որ պետքա իսկապես ավետարանը տարածվի ամբողջ աշխարհում եւ դրա համար ոչ մի ջանք ու երանգ ոչ մեկ չխնայի։ Հիմնական ուղերձը սա է։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օր։ Ինչպես է անցնում ձեր օրը։ Շատ լավ ուրախ, երջանիկ, Աստծոդան մեջ։ Իսկ եթե մեկ նախադասությամբ կարողանայիք նկարագրեիք, թե ինչպես է անցնում համաժողովը, ինչ կասեիք։ Շատ հրաշալի, քանի որ Աստծո ներկայությունը եղնում է, այդտեղ չի կարող վատ եղնի։ Աստված մեծ է։ Շնորհակալ ենք ձեզանից։